Եվս մեկ անգամ փորձում ենք հասկացնել, որ մենք մեր զինվորների կողքին ենք եւ միշտ պատրաստ ենք թե ֆիզիկապես, թե հոգեպես նրանց հետ լինել։ Ինչպես նաև մենք ուզում ենք եւս մեկ անգամ հիշենք մեր կորցրած քաջորդիների հիշատակը։ Այսօր միայն խաղաղության կարիք ունենք, ուրիշ ոչ մի բանի եւ այս 2-3 օրերի լարված իրավիճակները ավելին ցույց տվեց, թե ինչպիսի միասնական կարող է լինել հայը, երիտասարդը։ Գերմանիայում լսեցի դեպքեր ինչա կատարում, նախապատրաստում ենք ապրիլի 23-ին Սողոմոն թելային 121-ը նշելու, միանգամից առանց վարարելու կապ հաստատեցի հրամանատարի հետ, Խոմաշյան կորյուն տացեց կարկուտ է գալիս, դաշտում քախանալող չկա։ Աս ինչ պիտի անեմ, ասես դու գիտես ինչ պիտի անես, միջոցառմանողները թող միջոցառում անեն։ Ես միանգամից դրոշը վեկայել եմ, թռել եմ Հայաստան, ու եկել եմ Արցախ, եկել եմ արցախցու կողքին լինելու, եկել եմ Թալիշեցու կողքին լինելու, եկել եմ դրոշը բարձելու 18 մետրանոցով որ նշանակ մազանը 18 թվի անկախությունը, Արարատի գագաթ Արեմցյան Հայաստանում ամենուրեք ծածանվել է, դա մեր ազատության դրոշն է, որը կրկին անգամ այսօր Արցախում ծածանվեց եւ կծածանվի ամենուրեք մեր ազատության դրոշը։ Եթե թշնամին խելոք չմնա, Բաքվում կծածանվի մեր դրոշը։